Ծրագիրը իրականացվում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ծրագրերի ինստիտուտ Մատենադարանում։ Դա Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի գիտության ազգային խորհրդի կողմից համատեղ միջազգային մի պրոյեկտ է, որի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի գյուղերում և քաղաքներում, մասնավոր հավաքածուներում, տներում գտնվող ձեռագրերը, նրանց թվայնացումը, նրանց շուրջ ձևավորված պաշտամունքի ուսումնասիրությունը, ինչպես նաև պարզել այդ ձեռագրերը ինչ ճանապարհով են հասել, ոնց են հասել և որ ժամանակաշրջանում են իրենց հանգրվանը գտել ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մինչև հիմա թվայնացվել են մոտ 50 ձեռագրեր 11-րդ դարից մինչև 1853 թվականը թվագրվող ձեռագրեր են դրանք։ Դրանք ավետարաններ են, հմայլներ են, աղթարքներ են, ուրփաթագրքեր են, ժողովածուներ են, այսինքն տարբեր գործերի իմի բերված կոմպիլացված գործեր են և մոտավոր հաշվարկներով առնվազն 50-60 ձեռագիր դեռևս կա, որոնք կարոտ են ուսումնասիրության, թվայնացման և հրատարակման։ Թվայնացումը կարևոր քայլ է այն առումով, որ դրանք մասնավոր հավաքածուներում են և թվայնացնելու շնորհիվ մենք դրանց թվային անմահություն ենք տալիս, ինչպես նաև մենք նախաձեռնել ենք, Մատենադարանի ղեկավարությունը նախաձեռնել է այդ ձեռագրերի վերանորոգման փոխը, այսինքն մենք կգնանք տեղում այդ ձեռագրերը կվերանորոգենք, կբուժենք, որտեղ ձեռագրեր կան, որոնք սնկային և տարատեսակալ հիվանդություններ ունեն, և իհարկե դրանք կմնան այդ մարդկանց տներում, որտեղ որ կան։ Ձեռք բերելու խնդիր չկա, մենք նպատակ չունենք և բնականաբար նաև իրավունք չունենք այդ ձեռագրերը վերցնել, դրանք մնում են այդ մարդկանց տներում։ Մոտավոր 2015-16 թվականներին մեր դաշտային գիտական աշխատանքների ժամանակ մենք նկատեցինք, որ տարբեր տեղեր կան ձեռագրեր և առաջացավ այդ գաղափարը այդ ձեռագրերի ուսումնասիրության և թվայնացման։ Դրանք տարբեր ժամանակաշրջանում են հասել Հայաստանի Հանրապետություն 3 պատերազմների ժամանակ, դրանք 1829 թվականի ռուս-թուրքական, ինչպես նաև 1877-78 թվականի էլի ռուս-թուրքական և ամենագլխավոր հատվածը, որ մեծ մասը ձեռագրերի, որ հասել է մեզ, դա 1915 թվականից մինչև 1923 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ մեզ հասած ձեռագրերն են։ Աշխարհագրությունը ամենաբազմազանն է, սկսած վասպուրական, Բիթլիս, Տայք, Զմյուռնիա, Թավրիս, Թիֆլիս, այսինքն ամենատարբեր Սյունիք աշխարհագրություն ունեցող, որտեղ որ արտագրվել են այդ ձեռագրերը։ Ձեռագրերը ունեն հիշատակարաններ, միշտ են ունեցել հիշատակարաններ, որտեղ ձեռագիր արտագրողը գրել է ով է ինքը, որտեղ է արտագրել, ինչ պայմաններով, բայց կան նաև հիշատակագրություններ, որոնք և ցեղասպանության ժամանակվա հիշատակագրություններ են, և նաև 1920-ական, 30-ական թվականների, այսինքն այդ ձեռագրերի տերերը հիմնականում գրել են ով է ծնվել իրենց տոհմում և ով է մահացել հաճախ ձեռագրերի մեջ, և այս առումով մեր ծրագիրը կարևոր դեր ունի այդ անունների վերականգնման հարցում, որտև այն մարդկանց անունները, որոնք կան այդ ձեռագրերում, դրանց մեծ մասը հանդիսանում են մեր եկեղեցու կողմից սրբադասված նահատակները 2015 թվականին, այսինքն Հայոց ցեղասպանության զոհերն են։